Թուրքիա-Արմենստան նորմալleşmesinin Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարությունները նոր քաղաքական ալիք բարձրացրին Հայաստանում, հատկապես առաջիկա 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Անկարան այլևս չի թաքցնում իր դիրքորոշումը եւ բացահայտ կերպով աջակցություն է հայտնում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ հունիսի սկզբին Հայաստանում նախատեսված ընտրությունները կարևոր փուլ են մտնելու ըստ նրա գործող վարչապետը հարցումներով առաջատար է եւ Թուրքիան աջակցում է նրան։ istiyorlarsa Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հարցումներով։ Մենք իսկապես աջակցում ենք նրա կառուցողական դերին այս գործընթացում։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Հատկանշական է, որ խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, Ֆիդանը չօգտագործեց Հայաստանի իշխանությունների եւ նրանց կողմից շրջանառվող թրիփ տերմինը։ Փոխարենը Թուրքիայի արտգործնախարարը միջանցքը բնութագրեց որպես կենտրոնական միջանցքի իրականացման կարևոր բաղադրիչ եւ ընդգծեց դրա ռազմական նշանակությունը Ադրբեջանի համար։ Ֆիդանի խոսքով այդ նախագիծը կարևոր եւ օգտակար գործիք է Ադրբեջանի համար, քանի որ այն կապելու է Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին։ Սա եւս մեկ անգամ վերահաստատում է այն տեսակետը, որ TRIP անվան տակ փաստացի առաջ է մղվում նույն Զանգեզուրի միջանցքի գաղափարը, որպես թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական նախագիծ։ Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով Հական Ֆիդանի հայտարարություններում որևէ անակնկալ նորություն չկա։ Հական Ֆիդանը իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, դա նորություն չէ։ Բազմաթիվ առիթներով Թուրքիայի իշխանությունների զանազան ներկայացուցիչներ հետևականորեն իրենց աջակցությունն են հայտնում, նշելով, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը թույլ է տալիս իրագործել իրենց ծրագրերը, իրենց նպատակները։ Նրա խոսքով, երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտ աջակցություն է հայտնում Հայաստանի գործող վարչապետին ընտրությունների համատեքստում, դա լիովին կարելի է մեկնաբանել որպես Թուրքիայի ընտրությունը Հայաստանի փոխարեն։ Իրականում շատ մեկնաբանելու բան էլ չկա։ Բաց տեքստով Թուրքիայի իշխանությունները նշում են, որ իրադարձությունները զարգանում են իրենց ուզած ճանապարհով եւ այդ առումով շատ կարեւոր է Նիկոլ Փաշինյանի գործոնը, այն որ նա շատ պահպանի իր իշխանությունը։ Խոսելով հնարավոր ռիսկերի մասին, Արցախի նախկին արտգործնախարարը շեշտում է, որ վտանգները պայմանավորված չեն միայն այս կամ այն հայտարարությամբ։ Հայաստանին սպառնացող ռիսկերը գալիս են այն ընդհանուր վիճակից, որում այսօր հայտնվել է երկիրը։ Կարեն Միրզոյանի ուշադրության կենտրոնում է նաև Ֆիդանի մեկ այլ դիտարկում, ըստ որի Հայաստանը դեռ անելիքներ ունի Թուրքիայի պահանջված գործընթացներն ամբողջությամբ իրականացնելու համար։ Այս խոսքերից մենք կարող ենք եզրակացություն անել, որ դեռևս կան ինչ-որ պայմաններ, ինչ-որ հանգամանքներ, որը Հայաստանի իշխանությունները պետք է իրականացնեն, կատարեն։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները այլ կերպ են գնահատում իրավիճակը։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համաձայնում այն դիտարկումների հետ, թե Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը կարող է դիտարկել որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ որևէ միջամտության տարեր չի տեսնում եւ նույնիսկ շնորհակալություն հայտնեց Հական Ֆիդանին։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ TRIP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Դե հիմա էլ ինձ ներկայացեք, որ ես էլ իրանց բան եմ արել, շնորհակալություն եմ հայտնում։ Դրանք ինչ կլինի նրանց հետ։ Այսպիսով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի գործող իշխանություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը շարունակում է խորացնել հասարակական եւ քաղաքական տարաձայնությունները երկրի ներսում։ Մինչ իշխանությունները դա ներկայացնում են որպես խաղաղության եւ տնտեսական զարգացման հնարավորություն, ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակները խոսում են լուրջ ռազմաքաղաքական ռիսկերի, պայմանավորվածությունների եւ հնարավոր նոր զիջումների մասին։ Առաջիկա ընտրությունները ըստ ամենայնի կդառնա ոչ միայն ներքաղաքական պայքարի, այլ նաեւ տարածաշրջանային շահերի բախման հերթական առանցքը։